բայց վերջին տարիներին Թուրքիայում Էրդողանի այդ բռնաճնշումները, որ նա հաստատել է այդ համակարգը, շատ ավելի այսպես սուր բնույթ ստացան եւ հիմա Թուրքիայում նման ձայներ արդեն չեն լսվում կամ էլ մարդիկ, որոնք նման բան ասում էին, արդեն Թուրքիան լքել են։ Այնպես որ հիմա ես չեմ տեսնում նման հնարավորություն, որ կարող է Թուրքիայում իսկապես ուժեր ի հայտ գան, մարդիկ ի հայտ գան, կունե անհատներ, որոնք կարող են էլի այսպես թե այնպես ցեղասպանության փաստը ընդունեն։ Հետագայում ես չեմ կարող ասեմ ինչ ընթացք ունենա Թուրքիայի ապագան, որտեվ շատ բան կախված է, գիտեք, այն բռնատիրական ռեժիմի զարգացումներից, որ հաստատվել է Թուրքիայում վերջին տարիներին։ Ես չեմ տեսնում հիմա ամեն դեպքում որևիցե հասարակության որևիցե խումբ, որևիցե անհատներ նույնիսկ, որոնք ապրելով Թուրքիայում կարող են այնպիսի գնահատականներ տան կապված հայոց ցեղասպանության հետ, որոնք շեղվեն ընդհանուր պաշտոնական տեսակետից, շղթողական։ Այս է իրականությունը հիմա Թուրքիայում։